Այսօր մենք կուսումնասիրենք մարդկային քաղաքակրթության պատմության ամենահետաքրքիր կերպարանափոխություններից մեկը գրավոր նյութերի էվոլյուցիան միջնադարում պապիրուսի անկումից մինչ տպագրության հեղափոխությունը։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական պատմությունների համար։ Մի պահ պատկերացրեք մի աշխարհ առանց թղթի, պատկերացրեք մի ժամանակաշրջան, երբ յուրաքանչյուր գրված բառ ներկայացնում էր ժամանակի, ռեսուրսների հմտության զգալի ներդրում։ Պատկերացրեք գրիչներին, որոնք աշխատում էին մոմի լույսի ներքո լրակյաց վանքերում կենդանիների կաշիները վերածելով գրքի էջերի, որոնք կհատեին դարերը։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մարդկությունը պահպանեց իր գիտելիքները արմտյան պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկի ընթացքում, թե ինչպես թվացյալ պարզ նորարարությունները լիովին փոխեցին գաղափարներով կիսվելու մերձը։ Հին աշխարհում, միջնադարյան դարաշրջանից շատ առաջ, որը մենք մանրամասն կուսումնասիրենք, գոյություն ուներ մի բույս, որն առատորեն աճում էր Եգիպտոսում Նեղոս գետի ջահջոտ ափերին։ Պապիրուսը, իր բարձր թելքավոր ցողուններով, հումք էր հանդիսանում միջերկրածովյան աշխարհի հիմնական գրավոր նյութի համար։ Հին եգիպտացիները մշակել էին հնարամիտ տեխնիկա այս բույսը գրելու համար պիտանի թերթերի վերածելու համար։ Նրանք ցողունները կտրատում էին բարակ շերտերով։ Այդ շերտերը դասավորում էին միմյանց ուղղահայաց երկու շերտով։ Ապա ձեծում էին դրանք, քանի դեռ խոնավ էին, մինչ դրանք բնականորեն միաձուլվում էին։ Ճնշման տակ չորանալուց հետո արդյունքը մի մակերես էր, որը զարմանալիորեն հարմար էր թանաք ընդունելու համար։ Պապիրուսը հազարամյակներ շարունակ տիրում էր գրավոր աշխարհում։ Հին Հունաստանում Հռոմում գրքի ստանդարտ ձաչափը պապիրուսե փաթեթն էր գալարը։ Այս փաթեթները գրվում էին կողք կողքի դասավորված սյունակներով, կարդացվում էին հորիզոնական ձախից աջ հունարեն լատիներեն տեքստերի դեպքում, կամ աջից ձախ այն մշակույթներում, որոնք այդպես էին գրում։ Փաթեթները պահվում էին սնդուկներում գլոր տուփերում, իսկ գիտնականները դրանց հետ վարվում էին զգուշությամբ բացելով մի հատվածը, մինչ փաթաթում էին մյուսը, սակայն գրքի այս ձնուներ զգալի սահմանափակումներ, գրելը հնարավոր էր միայն պապիրուսի մի կողմում այն կողմում, որտեղ թելերը հորիզոնական էին անցնում, քանի որ հակառակ կողմը պատշաճ կերպով չէր պահում թանակը։ Բացի այդ, փաթեթները չունեին էջերի համարներ, ինչը կոնկրետ հատվածների որոնումը դարձնում էր ժամանակատար հուսահատեցնող գործ ցանկացած գիտնականի համար։ Քանի դեռ պապիրուսը թագավորում էր որպես հիմնական գրավոր նյութ, մեկ այլ ավելի համեստ տեխնոլոգիա ծառայում էր առօրյա օգտագործման համար, որը մնայունություն չէր պահանջում։ Մոմե տախտակները, որոնք հայտնի էին առնվազն մեր թվարկությունից առաջ 7-րդ դարից Իտալիայում, առաջարկում էին գործնական տնտեսող լուծում ժամանակավոր գրավոր կարիքների համար։ Դրանք փայտե տախտակներ էին հաճախ պատրաստված տոսախի կամ նոջիների ընտանիքի ծառի փայտից, որոնք կենտրոնում փորված էին լցված մեղրամոմի շերտով խառնված խեժի, տերեբինթի կամ գտավատի յուղի հետ։ Մոմը սովորաբար ներկվում էր սկամ մուգ կանաչ գույնով, որպեսզի փորագրված տարրերը հստակ երային ֆոնի վրա։ Այս տախտակների վրա գրելու համար օգտագործվում էր մի գործիք, որը կոչվում էր ստիլուս, ոճիր մետաղյա, ոսկրե կամ փայտե ձողիկ մի ծայրում սուր ծայրով, իսկ մյուսում տափակած վերջավորությամբ, սուր ծայրը ծառայում էր մոմի վրա տարրեր փորագրելու համար, իսկ տափակ մասը գործում էր որպես ռետին հարթեցնելով մակերեսը գրվածը ջնջելու համար։ Հենց լատիներեն punch bunco տերմինը, որը նշանակում է մաքուր տախտակ, ծագում է նորից սկսելու համար մոմը հարթեցնելու այս պրակտիկայից, արտահայտությունը մտել է փիլիսոփայական բառապաշար մինչ օրս օգտագործվում է վկայելով այս թվացյալ պարզ տեխնոլոգիայի տական ազդեցության մասին։ Մոմի վրա գրելը պահանջում էր այլ տեխնիկա, քան պապիրուսի կամ մագաղաթի վրա թանակով գրելը։ Ստիլուսը պետք է ավելի ուժեղ սեղմվեր, պետք է բարձրացվեր յուրաքանչյուր գծիկի միջ, ինչը բնականաբար նպաստում էր ավելի ուղիղ անկյունավոր ձեռով տարրերին առանց այն գորերի պտույտների, որոնք բնորոշ են փեդուրով սահուն գրին։ Մոմե տախտակները հաճախ միացվում էին զույգերով, որոնք կոչվում էին դիպտիխներ, կամ ավելի մեծ հավաքածուներով որպես փոքր շարժական գրքեր, որոնք կարելի էր գրել խորհրդակցել ըստ անհրաժեշտության։ Հին Հռոմում ողջ միջնադարում մոմե տախտակները ծառայում էին զարմանալի բազմազան նպատակների, դպրոցներում դրանք գրել սովորեցնելու հիմնական գործիքն էին։ Ուսուցիչը գծում էր տարրերը մոմի վրա, որպեսզի աշակերտը կրկնօրինակի դրանք, իսկ սխալները կարող էին հեշտությամբ ջնջվել ուղղվել։ Հռոմեացի գրողներ, ինչպիսիք են Հորացիոսը, Քվինտիլիանոսը, շեշտում էին տախտակների կարողությունը հենց այն պատճառով, որ դրանք թույլ էին տալիս աշակերտին սխալվել ուղղել իր սխալները առանց նյութի վատնման, առտրում դրանք գրանցում էին ժամանակավոր գործարքները, ապրանքների ցուցակները։ Կենցաղում դրանք ծառայում էին արագ նշումների, հիշեցումների, նույնիսկ անձնական երկտողների համար։ Հատկանշական է, որ մոմե տախտակները մնացել են արտրային օգտագործման մեջ մինչ 19-րդ դարը։ Գերմանիայի Շվեբիշ Հալ քաղաքի աղի արդյունահանման մարմնի գրառումները շարունակել են վարվել մոմե տախտակների վրա մինչ 1812 թվականը։ Սա ցույց է տալիս այս թվացյալ պրիմիտիվ տեխնոլոգիայի դիմացկունությունն ու գործնականությունը, որը գոյատեց ավելի քան 2500 տարի հենց այն պատճառով, որ այն կատարում էր իր գործառույթը պարզ արդյունավետ կերպով։ Սակայն գրավոր նյութերի աշխարհում մեծ փոփոխությունը դեռ արժում էր պայմանավորված քաղաքական իրադարձություններով, որոնք ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Մեր թվարկության 7-րդ դարում արաբական թերագղզուց ի հայտ եկավ մի նոր հզոր ուժ։ Ծագող իսլամական խալիֆայության բանակները,
ոգեշնչված Մուհամմեդ Մարգարեին հայտնված հավատքով, տպավորիչ արագությամբ ընդլայնվեցին բոլոր ուղություններով։ 636 թվականին Յարմուկի ճակատամարտում բյուզանդացիներին 637 թվականին Քադիսիայում պարսիկներին հաղթելուց հետո արաբ գեներալներն իրենց հայացքն ուղղեցին դեպի Եգիպտոս բյուզանդական կայսրության ամենահարուստ ռազմավարական տեսանկյունից կարևոր նահանգներից մեկը։ Գեներալ Ամր Իբն Ալ-Ասը մտավ Եգիպտոս 639 թվականի վերջին կամ 640 թվականի սկզբին մոտ 4000 հեծյալների համեստ ուժով։ Նա լավ գիտեր տարածաշրջանը թե որպես վաճառական իր ճանապարհորդություններից, թե Գազա կատարած նախորդ ռազմական արշավանքը ղեկավարելուց, Եգիպտոսն այն ժամանակ արտակարգ գյուղատնտեսական հարստությունների երկիր էր, Նեղոսի դելտան իր պարարտ հողերով, որոնք ոռոգվում էին մեծ կետով, արտադրում էր բավարար քանակությամբ հացահատիկ հենց Եգիպտոսին գերագրելու դեռ մեծ քանակությամբ Կոստանդնուպոլիս արտահանելու համար, այն բյուզանդական կայսրության շտեմարանն էր։ Նվաճումը զարմանալիորեն արագ էր, սահմանին գտնվող Պելուսիում ամրոցը գրավելուց հետո արաբները անապատով առաջացան դեպի Բելբեյս, ապա Հելիոպոլիս ժամանակակից Կահիրեի մոտակայքում։ Բաբելոնի հռոմեական ամրոցը, իր ավելի քան 18 մետր բարձրությամբ 2 մետր հաստությամբ պարիսպներով, դիմադրեց մի քանի ամիս, բայց ընկավ 641 թվականի ապրիլին, նույն տարում Հերակլիոս կայսեր մահով բյուզանդացի պաշտպանները գործրեցին ամրանալու հույսը։ Ալեքսանդր Մեծի հիմնադրած փառահեղ մայրաքաղաք Ալեքսանդրիան հանձնվեց 642 թվականի սեպտեմբերին։ Պատմաբան Հյու Քենեդին նշել է, որ մուսուլմանական բոլոր վաղ նվաճումներից Եգիպտոսին ամենաարագն ու ամենակատարյալն էր։ Պատմության մեջ հազվադեպ է նման մասշտաբային քաղաքական փոփոխություն տեղի ունեցել, այդքան արագ տել այդքան երկար։ Եգիպտոսի արաբական նվաճումն ունեցավ հետանքներ, որոնք տարածվեցին այդ երկրի սահմաններից շատ հեռու։ Միջերկրածովյան Արտուրը խորապես տուժեց, գրի պատմության համար ամենանշանակալի հետանքներից մեկը Եվրոպա բյուզանդական կայսրություն պապիրուսի մատակարարման դադարեցումն էր։ Պապիրուսի տնկարկները որոշ ժամանակ շարունակեցին գոյություն ունենալ Նեղոսի դելտայում, սակայն արտահանումը դեպի քրիստոնեական տարածքներ դադարեց, կամ որովհետև արաբները պահում էին առկա պաշարն իրենց սեփական օգտագործման համար, կամ որպես տնտեսական պատերազմից, կամ պարզապես այն պատճառով, որ արտրային ուղիները խզվել էին։ Պապիրուսի պակասը ստիպեց փոփոխություններ կատարել միջերկրածովյան եվրոպական աշխարհի գրելու սովորություններում։ Նյութը, որն աստիճանաբար զբաղեցրեց պապիրուսի տեղը, արդեն հայտնի էր դարեր շարունակ, սակայն դրա օգտագործումը սահմանափակ էր, քանի որ այն զգալիորեն ավելի թանկ էր։ Այդ նյութը մագաղաթն էր պատրաստված կենդանիների, հիմնականում ոչխարների, այծերի հորթերի մշակված կաշվից։ Մագաղաթի արտադրությունը աշխատատար մասնագիտացված գործընթաց էր։ Կենդանում մորթելուց հետո կաշին հեռացվում էր մի քանի օր ընկղմվում ջրի գրի լուծույթի մեջ։ Այս քիմիական լոգանքը թուլացնում էր մազերը կաշվին դեռ կպած մսի մնացորդները։ Այս գործընթացից առաջացած հոտն այնքան տհաճ էր, որ միջնադարյան կաշեգործարանները սովորաբար տեղակայվում էին քաղաքների եզրերին կամ բնագելի թաղամասերից հեռու տարածքներում։ Գրի մեջ թրջելուց հետո կաշին ձգվում էր ՑՉՎՖ կոչվող փայտե շրջանագի վրա քերվում էր հատուկ կոր դանակով, որը հայտնի էր որպես ԿՖՏԴՖ։ Արեստավորները քերում էին կաշվի երկու կողմերը մի կողմից հեռացնելով մազերը, իսկ մյուս կողմից ճարպի մսի մնացորդները աստիճանաբար աշխատելով մինչ ցանկալի հաստության համաչափության հասնելը։ Քերելու ձգելու այս գործընթացը կարող էր տել մի քանի օրից մինչ մեկ շաբաթ, ի տարբերություն սովորական կաշվի, մագաղաթը չէր դաբաղվում, քանի որ դաբաղումը մագերեսն ավելի գոշտ կդարձներ պակաս պիտանի թանակ ընդունելու համար։ Մագաղաթի արժեքը զգալի էր, մեկ թերթ պատրաստելու համար անհրաժեշտ էր զոհաբերել մի կենդանու, որը հակառակ դեպքում կարող էր շարունակել բուրտ տալ, եթե ոչխար էր, կամ գաթ, եթե այծ կամ գով էր։ Հաշվարկված է, որ Ժենչըր Նոչուդտֆի 8-րդ դարի Աստվածաշնչի հայտնի լատիներեն թարգմանության արտադրությունը պահանջել է մոտավորապես 500 ոչխարի կաշի իր ավելի քան 2000 էջերի համար։ Քելսի գիրքը կելտական արվեստի գլուխգործոցը, որը ստեղծվել է մոտ 800 թվականին, օգտագործել է մոտ 185 հորթի կաշի, մինչդեռ 8-րդ դարի Լինդիսֆարնի ավետարանները պահանջել են մոտավորապես 150։ Մագաղաթի ամենաազնիվ տեսակը գոչվում էր վելլում, ոչ տրեվեջ, պատրաստված հատկապես երիտասարդ հորթերի կաշվից, վելլումն ավելի բարակ էր, փափուկ համաչափ, քան սովորական մագաղաթը, ինչը այն դարձնում էր նախընտրելի նյութ շքեղ ձեռագրերի, կարևոր իրավական փաստաթղթերի բարձր դիրք ունեցող հաճախորդների համար նախատեսված աշխատանքների համար։ Տնտ անալիզի օգտագործմամբ ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ թե այս բացառիկ բարակ մագաղաթներն իսկապես գոյություն են ունեցել, շատ դեպքերում դրանք ներկայացնում էին արտակարգ հմուտ արհեստավորների աշխատանքը։ Այն նույն ժամանակ, երբ մագաղաթը փոխարինում էր պապիրուսին որպես գրավոր նյութ, գրքերի մեջ տեղի էր ունենում մեկ այլ հավասարապես նշանակալի կերպարանափոխություն։ Պապիրուսի հին փաթեթը փոխարինվում էր նոր ձաչափով կոդեքսով։ Կոդեքսը ըստ էության այն է, ինչ մենք այսօր անվանում ենք գիրք համաչափ չափի թերթերով, որոնք ծալված են կազմված մի եզրի երկայնքով կողքի վրա, պաշտպանված են երկու կազմերի միջ։ Կոդեքս բառը գալիս է լատիներեն շնջեսից, որն ի սկզբանե նշանակում էր ծառի բուն կամ փայտե բլոկ։ Կոդեքսի ձաչափի ճշգրիտ ծագումը մնում է քննարկելի գիտնականների շրջանում,
սակայն մի տեսություն ենթադրում է, որ այն կարող էր առաջանալ մի քանի մոմե տախտակներ միասին կապելու պրակտիկայից։ Վաղ քրիստոնյաները, թվում է, առանձնահատուկ խանդավառությամբ են ընդունել կոդեքսի ձաչափը, 3-րդ ու 4-րդ դարերի ընթացքում կոդեքսն աստիճանաբար փոխարինեց փաթեթին որպես գրքերի ստանդարտ։ Կոդեքսի առավելությունները փաթեթի նկատմամբ բազմաթիվ էին նշանակալի, նախ, ի տարբերություն պապիրուսի, մագաղաթի վրա կարելի էր գրել երկու կողմից փաստացի կրկնապատկելով տեքստի քանակը, որը կարող էր տեղավորվել որոշակի քանակությամբ նյութի վրա, երկրորդ, կոդեքսն ավելի կոմպակտ էր, ավելի հեշտ տեղափոխելի, քան փաթեթը, երրորդ, թերս ամենակարևորը, կոդեքսը կարող էր ունենալ էջերի համարներ, ինչը թույլ էր տալիս ընթերցողներին շատ ավելի արագ գտնել կոնկրետ հատվածներ։ Գողքի վրա կարելի էր գրել վերնագիրը հեշտացնելով գրքի նույնականացումը դարագի վրա պահելիս։ Մագաղաթե կոդեքսի պապիրուսի պակասի համադրությունը ստեղծեց պարադոքսալ իրավիճակ, մի կողմից գրքերն այժմ ավելի գործնական դիմացկուն էին, քան երբե, մյուս կողմից դրանց արտադրության նյութն ավելի թանկ էր դժվարաձեռք բերելի, այս լարվածությունը հանգեցրեց մի պրակտիկայի, որն այսօր մեզ հետաքրքիր է թվում հին ձեռագրերի վերամշակումը կրկնագի օգտագործման համար։ Այս պրակտիկան ստեղծում էր այն, ինչ մենք գիտենք որպես պալիմպսեստներ։ Պալիմպսեստ բառը ծագում է հունարեն նուդտեֆ բառից, որը նշանակում է նորից քերված։ Պալիմպսեստը ձեռագիր է, որի բնօրինակ տեքստը քերվել կամ լվացվել է, որպեսզի էջը կարողանա վերաօգտագործվել նոր տեքստի համար։ Մագաղաթը բավականաչափ դիմացկուն էր այս մաքրման գործընթացին դիմանալու համար։ Մագաղաթը մաքրելու մեթոդը տատանվում էր ըստ ժամանակաշրջանի վայրի, վաղ միջնադարյան դարերում ամենատարածված տեխնիկան ներառում էր թանաքը կաթի վարսակի թեփի խառնուրդով լվանալը։ Այս գործընթացը համեմատաբար մեղմ էր հաճախ թողնում էր բնօրինակ տեքստի նկատելի հետքեր, որոնք ժամանակի ընթացքում հագված էին նորից հայտնվելու, քանի որ հին թանակի պիգմենտները վերադառնում էին մագերես, ուշ միջնադարում նախընտրելի տեխնիկան վելումի մագերեսը փոշիացված չեչաքարով քերելն էր, ինչը տեքստն ավելի ամբողջական էր հեռացնում, բայց նա անդառնալիորեն ոչնչացնում էր բնօրինակ գիրը։ Պալիմպսեստների ստեղծումն այնքան տարածված էր, որ 691 թվականին սինոդական հրամանագրով արգելվեց Սուրբ գրքի կամ եկեղեցու հայրերի ձեռագրերի ոչնչացումը։ Բացառությամբ այն դեպքերի, երբ հատորները թերի էին կամ վնասված, այս արգելքը մեծացրեց ճնշումը աշխարհիկ գործեր պարունակող ձեռագրերի վրա, որոնք կարող էին վերամշակվել առանց եկեղեցական պատժամիջոցների ենթարկվելու։ Հնացած իրավական տեքստերը հեթանոս հեղինակների գործերը հատկապես խոցելի էին մաքուր մագաղաթի վերածվելու համար։ Ճակատագրի հեգնանքով, հենց այն պրակտիկան, որը ոչնչացրեց այդքան շատ հին տեքստեր, նա պահպանեց որոշները սերունդների համար անսպասելի ձով։ Ամենահայտնի օրինակը Արքիմեդի պալիմպսեստն է 10-րդ դարի Մագաղաթե կոդեքս, որը պարունակում է մեծ հույն մաթեմատիկոսի գործերը։ Մոտ 1229 թվականին այս թանկարժեք ձեռագիրը քերվել լվացվել է Պաղեստինի մի քրիստոնեական վանքում։ Դրա թերթերը վերաօգտագործվել են բյուզանդական աղոթագիրք ստեղծելու համար։ Գրեթե 700 տարի Արքիմեդի տրակտատները մնացել են թաքնված։ Աղոթքների տակ, պատկերների ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ գիտնականները վերականգնել են Արքիմեդի երկու տրակտատները մեխանիկական թեորեմների մեթոդը ստոմաքիոնը, որոնք գոյություն չունեն ոչ մի այլ օրինակով։ Մինչ միջնադարյան Եվրոպան պայքարում էր գրավոր նյութերի պակասի դեմ, մի նոր տեխնոլոգիա դանդաղորեն իր ճանապարհն էր հարթում Ասիայից դեպի Արմուտք։ Այդ տեխնոլոգիան թուղթն էր։ Գյուտը ավանդաբար վերագրվում է չինական արքունիքի պաշտոնյա Ցայ Լունին մեր թվարկության 105 թվականին։ Չինաստանում իր ծագման վայրից թղթի տեխնոլոգիան աստիճանաբար տարածվեց մետաքսի ճանապարհով։ 8-րդ դարում արաբական ընդլայնումը թղթի արտադրությունը բերեց իսլամական աշխարհ 751 թվականի Թալասի ճակատամարտից հետո, երբ արաբները գերեվարեցին չինացի արհեստավորների, ովքեր գիտեին թղթի արտադրության գաղտնիքները։ Թուղթը Եվրոպա հասավ իսլամական Իսպանիայի միջոցով։ Եվրոպայում հայտնի ամենահին թղթե փաստաթուղթը Սիլոսի մոսարաբական Միսսալն է 11-րդ դարից։ Թերագղզում փաստաթղթավորված առաջին թղթի գործարանը հիմնադրվել է Շատիվայում Օմազնյու 1056 թվականին, մոտ 1150 թվականին արտադրությունը հաստատուն կերպով հիմնավորված էր այդ քաղաքում։ 13-րդ դարի ընթացքում թղթի գործարաններ հայտնվեցին Իտալիայում Ամալֆի, Ֆաբրիանո Տրևիզո քաղաքներում։ Տեխնոլոգիան շարունակեց տարածվել դեպի հյուսիս 1390 թվականին հասնելով Նյուրնբերգ։ Եվրոպական թուղթը զգալիորեն տարբերվում էր իր արելյան նախորդներից, թարմ բուսական թելերի փոխարեն եվրոպական արտադրողները հիմնականում օգտագործում էին վուշի կանեփի հին լաթեր։ Այս լաթերը հավաքվում էին աշխատավորների մի դասի կողմից, ովքեր հայտնի էին որպես լաթահավաքներ, որոնք շրջում էին քաղաքների փողոցներով գնելով կամ հավաքելով դեն նետված գործվածքները։ Վճռորոշ նորարարություն էր ջրաղացների օգտագործումը լաթերը ձեծելու համար, ինչը թույլ տվեց արտադրության զանգվածային ընդլայնում։ Ջրային ուժով աշխատող թղթի ջրաղացի առաջին հստակ հիշատակումը թվագրվում է 1282 թվականին։ Թուղթն առաջարկում էր մի քանի առավելություն մագաղաթի նկատմամբ, այն զգալիորեն ավելի էժան էր արժենալով համեմատելի որակի մագաղաթի գնի մոտավորապես 1/6-ը, արտադրությունն ավելի արագ էր, թղթագործների 3 հոգանոց թիմը կարող էր արտադրել մոտ 2000 թերթ մեկ օրում, մինչդեռ համարժեք քանակությամբ մագաղաթի արտադրությունը կպահանջեր շաբաթների աշխատանք,
Բացի այդ, Վուշի կանեփի լաթերից պատրաստված թուղթը արտակարգ դիմացկուն էր։ 14-րդ դարի շատ թղթե գրքեր մինչ օրս պահպանվել են գրեթե անթերի վիճակում։ Չնայած այս առավելություններին, թղթի ընդունումը Եվրոպայում սկզբում դանդաղ էր։ Թուղթը դիտվում էր որպես իսլամական աշխարհի գյուտ, հողատերերը, ովքեր ոչխար անասուն էին բուծում մագաղաթի արտադրության համար, շահագրգռված էին պահպանել իրենց հաստատված շուկաները։ 1231 թվականին Ֆրիդրիխ Գայսրն արգելեց թղթի օգտագործումը պաշտոնական փաստաթղթերի համար հրամայելով, որ արքունի գրառումներում օգտագործվի միայն մագաղաթ։ Թղթի վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ էր մեկ հեղափոխական տեխնոլոգիա շարժական տարրերով տպագրական հաստոցը։ Յոհաննես Գուտենբերգը Գերմանիայի Մայնց քաղաքից մի ոսկերիչ մշակեց իր տպագրական համակարգը 1440-ական թվականների ընթացքում։ Նա ստեղծեց մի համակարգված մեթոդ, որը համատեղում էր ձուլված մետաղական տարրերը, պտուտակավոր մամլիչը հարմարեցված տարածաշրջանի գինու մամլիչներից, հատուկ բանաձով պատրաստված մածուցիկ թանաքը, որը լավ էր կուպչում մետաղին, հստակ փոխանցվում թղթին։ Գուտենբերգի առաջին մեծ ձեռքբերումը իր հայտնի 42 դողանի աստվածաշչի տպագրությունն էր, որն ավարտվեց մոտ 1455 թվականին։ Հաշվարկված է, որ տպագրվել է 160-ից 185 օրինակ, որոնց մոտ 3/4-ը թղթի վրա էր, իսկ մնացածը բարձրորակ վելլումի։ Տպագրական հաստոցը պայթյունավտանգ կերպով բազմապատկեց թղթի պահանջարկը։ Մեկ հաստոցը կարող էր արտադրել ավելի քան 3001 աշխատանքային օրվա ընթացքում համեմատած մոտ 40 էջի հետ, որը կարող էր արտադրել ձեռքով գրողը։ Մոտ 1500 թվականին տպագրական հաստոցներն աշխատում էին ողջ Եվրոպայի ավելի քան 250 քաղաքներում։ Տպագրվել էր մոտ 20 միլիոն հատոր, 16-րդ դարի վերջում այդ թիվը հասել էր մինչ 200 միլիոն գրքի։ Տպագրության հեղափոխությունը խորապես փոխեց եվրոպական հասարակությունը, գրքերի հասանելիությունը, որը նախկինում սահմանափակված էր հոգոր արիստոկրատական էլիտայով, կտրուկ ընդլայնվեց, գրքերի գները նվազեցին, գրագիտություն աճեց, բողոքական ռեֆորմացիան, որը սկսեց Մարտին Լյութերը 1517 թվականին, անհնարին կլիներ առանց թռուցիկների տպագիր գրքերի միջոցով գաղափարներն արագ տարածելու կարողության միջնադարյան գրիչները, ովքեր դարեր շարունակ պահպանել էին մարդկության գիտելիքները տեքստերը բառ առ բառ արտագրելով, տեսան իրենց արեստի հիմնարար փոփոխությունը։ Շատերը հարմարվեցին նոր հանգամանքներին աշխատանք գտնելով տպագրատներում կամ պատրաստելով դեկորատիվ շքեղ ձեռագրեր այն հաճախորդների համար, ովքեր դեռ գնահատում էին ձեռագիր գրի արվեստը։ Եվ այսպես, մենք հասնում ենք մի դարաշրջանի ավարտին մյուսի սկզբին, պապիրուսը, որը հազարամյակներ շարունակ գրել էր փիլիսոփաների, պոետների, վաճառականների կառավարիչների բառերը, դուրս եկավ ընդհանուր օգտագործումից, փաթեթը տեղը զիջեց կոդեքսին իր համարակալված էջերով պաշտպանիչ կազմերով։ Մոմե տախտակները աստիճանաբար մղվեցին դեպի ավելի ու ավելի մասնագիտացված օգտագործում, իսկ գրիչները տեսան իրենց աշխատանքի կերպարանափոխումը մեքենայի միջոցով։ Այս էվոլյուցիայի յուրաքանչյուր փուլում մենք կարող ենք նկատել նյութական գարիքի, տեխնոլոգիական նորարարության մշակութային փոփոխության հետաքրքիր փոխազդեցությունը։ Եգիպտոսի արաբական նվաճումն անսպասելի հետանքներ ունեցավ Եվրոպայում գրի պատմության համար։ Մի նյութի պակասը հանգեցրեց մյուսի ընդունմանը, այդ ընդունումն իր հերթին ազդեց գրքերի գրիչների գործելաոճի վրա։ Թղթի գալուստը մի տեխնոլոգիա, որը մշակվել էր Չինաստանում ավելի քան 1000 տարի առաջ, հեղափոխեց գրքի արտադրությունը միայն այն ժամանակ, երբ համակցվեց տպագրական հաստոցի հետ, իսկ տպագրությունը փոխեց ոչ միայն գրքի արտադրությունը, այլ հասարակության հենց կառուցվածքը։ Այն, ինչ այս պատմությունը դարձնում է հատկապես արդիական մեզ համար այսօր, այն շարունակականությունն է, որը նա բացահայտում է, ձեռագրից տպագիր գրքին անցումը իր ժամանակին նույնքան հեղափոխական էր, որքան այն փոփոխությունները, որոնց ականատեսն ենք մենք այսօր։ 15-րդ դարի մարդիկ տեսան իրենց աշխարհի կերպարանափոխումը տեխնոլոգիայի միջոցով այնպիսի ձևով, որոնք չէին կարող կանխատեսել, ճիշտ այնպես, ինչպես մենք ենք տեսնում մերը բանավեճերը, որոնք մենք վարում ենք այսօր տեղեկատվության հասանելիության։ Կրթության մեջ տեխնոլոգիայի դերի վերաբերյալ արձագանքում են դարեր առաջ վարված նմանատիպ բանավեճերին։ Նայելով գրիչներին իրենց սկրիպտորիումներում ֆշբնփբզում, մագաղաթագործներին Գուտենբերգին, ով կարգավորում էր իր հաստոցը, մենք կարող ենք տեսնել ոչ միայն անցյալը, այլ ներկայի հայելին, տեխնոլոգիաները փոխվում են, նյութերը զարգանում են, բայց հիմնարար հարցերը, թե ինչպես ենք մենք պահպանում գիսում գիտելիքը, մնում են հաստատուն։ Մենք հազարամյակներ հատող մի ավանդույթի ժառանգներն ենք մի նույն ժամանակ մի նոր դարաշրջանի ռահվիրաները, որի դեռս բացահայտում ենք։ Եթե դուք հասել եք մինչ այստեղ, դուք դրսորել եք նույն տեսակի հետաքրքրասիրությունն ու համբերությունը, որը միջնադարյան գրիչները մշակում էին իրենց սկրիպտորիումներում։ Ճիշտ այնպես, ինչպես նրանք ժամեր էին նվիրում գալիք սերունդների համար գիտելիքը պահպանելուն, դուք նվիրեցիք ձեր ժամանակը այս պատմությունը յուրացնելուն, որը հատում է դարերը։ Սա արժանի է ճանաչման, այնպես, ինչպես միջնադարյան ընթերցողները ձեռագրերը փոխանցում էին ձեռքից ձեռք կիսվելով գիտելիքով մի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուր գիրք թանկարժեք էր, դուք կարող եք օգնել տարածել այս պատմությունը, բաժանորդագրվեք ալիքին սրա նման ավելի շատ պատմությունների հետելու համար, որոնք ձգտում են լուսավորել մարդկային պատմության մոռացված անկյունները։
Թողեք մեկնաբանություն կիսվելով ձեր մտորումներով կամ հարցերով, հավանեք տեսանյութը, որպեսզի այն կարողանա հասնել ձեզ պես այլ հետաքրքրասերների, եւ եթե ճանաչում եք մեկին, ով կգնահատեր այս ճանապարհորդությունը ժամանակի միջով, կիսվեք նրա հետ, այսպիսով. մենք միասին շարունակում ենք գիտելիքի փոխանցման։ Մեծ ավանդույթը մի ավանդույթ, որը սկսվել է մեզնից շատ առաջ, կշարունակվի մեզնից շատ հետո։ Շնորհակալություն այս հետազոտության մեջ ինձ ընկերակցելու համար, մինչ հաջորդ պատմությունը։